Կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, նրա հետ խոսելու ենք եկեղեցու դեմ տարվող արշավի, ներքաղաքական ճգնաժամի և վերջին Նիկոլ Փաշինյանի տոնակատարության մասին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն կուզենայի անդրադառնանք վերջին պատարագին, այսինքն տարեվերջյան վերջին պատարագին, որը հերթական շոուներ, հերթական խայտառակությունը, հերթական կարգալույցների կազմակերպած պատարագը առ Աստված, որտեղ որ խայտառակությունից բացի ոչինչ արձանագրել չենք կարող։ Բնականաբար տարեվերջյան վերջին պատարագը ավելի լավ սպասելիքներ ու ակնկալիքներ չունեցավ թե ժողովրդի մոտ, թե Նիկոլ Փաշինյանի մոտ, որովհետև պատարագը անցավ ոչ բազմամարդ եւ ընդհանրապես պատարագը կարելի է համարել չկայացած, քանի որ այնտեղ մի քանի տասնյակ մարդիկ էին, որոնք նորից բերված էին համակարգի աշխատողներ, ոստիկանական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր որ ուղղակի տվյալ պահին համազգեստով չէին, եւ մի քանի հոգի մեր հայրենակիցներից, ովքեր որ մոլորված են եւ չեն պատկերացնում, չեն տեսնում իրականությունը։ Բնականաբար վերջին պատարագը շատ ավելի հետաքրքիր կլիներ Նիկոլ Փաշինյանի համար, եթե ինքը անցկացներ Մայրաթոռում Սուրբ Էջմիածնում, բայց բնականաբար այդ հնարավորությունը ինքը չունեցավ եւ չի էլ ունենա, որովհետեւ նախորդ պատարագը ցույց տվեց, որ ինքը չունի ժողովրդի աջակցությունը եկեղեցու դեմ, ինքը չի կարող համակարգով, այսպես կոչված, ու ոստիկաններով պայքարի Սուրբ եկեղեցու դեմ, առավել եւս կաթողիկոսի դեմ, ու կաթողիկոսը անսասան իր տեղում է, ու հայ ժողովուրդը բնականաբար չի աջակցում Նիկոլ Փաշինյանին այս հարցում։ Վերջին պատարագը կարելի է արձանագրել, որ գոյություն չունեցողի մասին էր, այսինքն պատարագը մի բանի մասին էր, որտեղ որ կային միայն մեղավորներ ու ընդհանրապես արդարացում չկա այդ պատարագի մասնակիցներին ոչ մի պարագայում։ Եվ վերջի վերջո պետք է նաև արձանագրենք, որ Սուրբ Էջմիածնում կաթողիկոսի կողմից տրվեց սուրբ եւ անմար պատարագ, այսպիսով տարեփակումը կազմակերպվեց։ Պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում արձանագրել հաջողություններ, եկեղեցին անսասան իր տեղում է, կաթողիկոսը նույնպես։ Իսկ մյուս խայտառակությունը որպես այդպիսին, բնականաբար ՔՊ վերջին նիստն էր, ամփոփումը, որտեղ որ Փաշինյան Նիկոլը թմբուկ զարկեցեք, ինչ որ կեցվածք էր ընդունել, փակված ինչ որ առանձնացված տեղում թմբուկ կա հարի ինչ որ կեցվածքով ուզում էր ինչ որ մարդկանց երևի փորձեր նմանակել եւ այսպես շարունակ։ Բնականաբար դա նույնպես իր մոտ չստացվեց ու վերջի վերջո այն խայտառակությունը, որի ականատեսը եղանք մենք բոլորս հայ ժողովուրդը ու նաեւ ցավոք սրտի մեր թշնամի պետությունները, նրա մասին էր, որ պարտված հողեր հանձնած խայտառակված ամբողջ տարվա ընթացքում ու ամբողջ վերջի տարիների ընթացքում իր իշխանության տարիների մասնախոսքը խայտառակված պարտված ու հող հանձնող ղեկավարը իր թիմակիցների ուսապարկերի հետ գինովցած պարում էր եւ այսպես շարունակ։ Այսինքն այն տեսարանը, եթե մենք վերցնենք ու միաձուլենք Եռաբլուրի հետ, ու այդ տեսարանը վերցնենք միաձուլենք զոհվածի ծնողներին խոշտանգելու հետ, այդ տեսարանը վերցնենք միաձուլենք գերիների նկարների հետ, ունդեղի դատավարության հետ եւ այսպես շարունակ, էլ չեմ ասում, որ միաձուլենք Մնացականյան Սոնայի վրաերթի, այդ վիդեո տարբերակով եթե միացնենք, ամբողջությամբ խայտառակություն, ազգային խայտառակություն, որտեղ երկրի ղեկավարը, որ փոքրացրել է երկրի սահմանները, երկրի ղեկավարը, որ խայտառակվել է բոլոր դաշնակից եւ ոչ դաշնակից ու ընդհանրապես բոլոր պետությունների շրջանակներում, որտեղ որ եղել է այցով, խայտառակվել է առավել եւս Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Այսպիսով այս ամեն ինչը եթե վերցնում ենք, միացնում ենք իրար ու փորձում ենք ամփոփենք 2025 թվականը, մենք եւս մեկ անգամ արձանագրում ենք կորուստներ, հանձնումներ եւ այս իշխանության օրոք նոր վնասներ եւ ազգին եւ պետությանը եւ ընդհանրապես մեր պետականությանը։ Այսինքն ունենք պարգևավճարների մեծ թվաքանակ, ունենք վատնումներ, ունենք արտաքին պարտքի ավելացում մինչև ընդհուպ 14 միլիարդ դոլար,
Ունենք բնականաբար այս իշխանության պատճառով զոհվածներ, ունենք այս իշխանության թերացումների պատճառով բազմաթիվ մեր քաղաքացիներ, ովքեր որ հայտնվել են ծանր իրավիճակում, ունենք աղքատության աճ, ունենք մի իրավիճակ, որտեղ տնտեսությունը չի աճում, այլ իրենց գրպանների պարունակությունն է աճում, միայն իշխանականների, ու այս ամեն ինչը եթե վերցնենք, միացնենք 2025 թվականը եւս մեկ անգամ այն խայտառակության մասին էր, որը որ սկսվել է 18 թվականից եւ վատ երազի նման չի ավարտվում։ Այսինքն այն իրավիճակում, որ ապրում ենք մենք, մեր հայրենակիցները, փորձում ենք ինչ-որ իրավիճակներում դուրս գալ, ելքեր գտնել, բայց այնուամենայնիվ այդ վատ երազը չի ավարտվում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է ու Հայաստանի Հանրապետությունը գահավիժում է, այսինքն մեր պետականությունը ոչ միայն վտանգված է, այլ մեր լինել չլինելու հարցը մնում է օրակարգային, մեր պետությունն ու անկախությունը վտանգված են, քանի դեռ կան այս ինքնիշխանության քարոզ անող, ինքնիշխանությունը վատնող իշխանությունները։ Եվ վերջի վերջո, եթե մենք խոսում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին, այնտեղ քորերի, թոփալների, հարբեցողների, հիվանդների ու մի փոքր ավելի գեշերի հավաքածու է, որտեղ որ այս մարդիկ չեն կայացել իրենց կյանքում, փորձել են ինքնահաստատվեն ինչ-որ պաշտոնով։ Այս մարդիկ չեն կարողացել իրենց թույլ տալ թեկուզ ամենաէժան ժամացույցը, հիմա օգտագործում են թանկարժեք ժամացույցներ, ինչպես Աներձակ Հրաչյան։ Այս մարդիկ երբեք 3 միլիոն կանխիկ գումար չեն տեսել ոչ միայն իրենց երազում, այլ առհասարակ, հիմա միայն այդքան պարգևավճար են ստանում։ Ու այս մարդիկ 2026 թվականին ակնկալում են նորին զավթեն իշխանությունը, խաբեն մեր ժողովրդին, որպեսզի շարունակեն կեղեքել, խոշտանգել, հանձնել, թալանել, մինչև արդեն հաջորդ հերթական ընտրություններ, այսինքն եւս 5 տարի։ Վերջի վերջո ինչ կմնա այդ 5 տարիների ընթացքում, եթե վերընտրվեն այս իշխանականները, կարծում եմ բոլորիս համար էլ պարզ է, անձեն աչքով երևում է, որ Հայաստանի Հանրապետությունից չի մնա այն, ինչը որ գոնե կար մինչև 18 թվականը, գոնե այն, ինչ որ մինչև հիմա մենք կարողացել ենք, փորձել ենք պահենք ու պաշտպանենք մեր ուժերի ներածին չափով։ 2026 թվականը պետք է փորձենք դարձնենք ձեռքբերումների տարի, հաղթանակների տարի, այս իշխանություններից ազատվելու տարի, այլապես 2026 թվականը կարող է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար լինի ամենավերջին տարին։